Բարի լույս մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս ողջունում եմ ձեզ, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ուզում եմ առաջարկել օրվա բաղադրատոմսը։ Քանի որ երեք բավականին հագեցնող կերակրատեսակ առաջարկեցի, այսօր ուզում եմ շաբաթը, այսպես ասել, ամփոփել քաղցր աղանդերով։ Այսօր առաջարկելու եմ փանքեյքի տարբերակ։ Այն բոլորիդ վստահ եմ, որ ծանոթ է, եթե ինքներդ էլ չեք պատրաստել, գոնե վիդեո տարբերակներով հաստատ տեսել եք, փանքեյքը ինքը նրբաբլիթի մի փոքր չափերով եւ փոքր տարբերակ է եւ մի փոքր հաստ տարբերակն է, այն շատ համեղ է, շատ քիչ բաղադրիչներ են պետք այդ համեղությունը ստանալու համար եւ այսօր մենք պատրաստելու ենք այդպիսի համեղ աղանդեր, բայց մի տարբերությամբ, եթե սովորաբար փանքեյքը կամ նրբաբլիթը պատրաստում ենք հատիկներով, այսինքն թավայի մեջ այն տապակում ենք երկու կողմով եւ ստանում ենք կոնկրետ մեկ շերտանի խմոր, ապա այս պարագայում ես ամբողջությամբ պատրաստելու եմ ջեռոցի տապակի մեջ, այսինքն ոչ թե հատ-հատ ենք տապակելու, այլ ամբողջական։ Ինչ է պետք մեզ այս համեղ աղանդերը պատրաստելու համար։ Մենք ունենք այստեղ հավկիթ, ալյուր, շաքարավազ, կաթ, մի փոքր էլ սոդա ենք օգտագործելու։ Շատ պարզ, հասանելի եւ մատչելի, ինչու ոչ, եւ շատ քիչ բաղադրիչներ են մեզ պետք այս համեղ աղանդերը պատրաստելու համար։ Նշեմ չափաբաժինը, ուրեմն 4 հավկիթ ունենք, 160 գրամ ալյուր ունենք, 2 ճաշի գթալ շաքարավազ եմ օգտագործելու, 300 մլ կաթ եւ իհարկե մի փոքր ալյուրի հետ սոդա եւ աղ ենք օգտագործելու։ Չմոռանամ նաեւ հավելել, որ վանիլին մի փոքր կավելացնեք, որպեսզի անուշ բույրը, աղանդերի բույրը տարածվի, սա պարտադիր պայման է, եւ իհարկե ես սկսում եմ իմ աշխատանքը, կամաց սկսենք պատրաստել ու տեսնենք, թե ինչ է ստացվելու։ Ասեմ, որ շատ մատչելի է, համարյա թե այս բոլոր բաղադրությունները, եթե դուք գնեք իհարկե, մոտավորապես ինչքան ասեմ, սիրելիներս, 1000 դրամի կարգի կլինի, այդքան էլ չի լինի, հավատացնում եմ, ես ասել առավել հարմար է ստացվել ինձ համար, որովհետև ես ընդհանրապես չեմ ծախսել ոչ մի բան, որովհետև կաթը ես օգտվել եմ Էլոլա ապրանքանիշի կաթը, այսինքն ես տանը ամեն ինչ ունեի, այսպես ասած։ Սիրելիներս, հիմա կլինի գովազդ, դուք ալիքը չեք փոխում, մնում եք մեզ հետ, որովհետև հետաքրքիրը դեռ առջևում է։ Միասին ենք ամեն բան անելու եւ ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Մնացեք մեզ հետ։ Եվս մեկ անգամ բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, լավ տրամադրություն եմ մաղթում եւ եւս մեկ անգամ կրկնեմ բաղադրատոմսը։ Այսօր պատրաստում ենք աղանդեր, ինչի համար մեզ անհրաժեշտ է 4 հավկիթ, ալյուր, շաքարավազ, կաթ, մի փոքր սոդա, մի փոքր վանիլին, կարագը ամենավերջում է պետք գալու, հիմա սկսենք աշխատանքը։ Այստեղ ունենք 4 հավկիթ, սիրելիներս։ Կոտրենք հավկիթները եւ սկսենք հարել։ Ինչպես նշեցի, շատ մատչելի տարբերակ է եւ բոլորիս հայտնի փանքեյքի բաղադրատոմսն է։ Մի փոքր ես այլ կերպ եմ պատրաստելու, այսինքն ոչ թե հատիկ թավայի մեջ ենք տապակելու, այլ ամբողջական թավայի մեջ ենք լցնելու եւ պատրաստելու ենք այն ջեռոցում։ Ահա։ Օգտագործեցինք 4 հավկիթ։ Ահա, այսպես։ Փորձենք շատ արագ մի թեթև հարել եւ ավելացնել հաջորդ բաղադրիչները։ Չորս հավկիթի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ շաքարավազ։ Նորից հարենք։
Սիրելիներս, փանքեյք պատրաստելու համար բոլորովին անհրաժեշտություն չկա էլեկտրական հարիչից օգտվել, բայց եթե ցանկություն ունեք, որպեսզի ավելի արագ ստացվի, ինչու ոչ կարելի է օգտագործել։ Ահա, վանիլին, եւ իհարկե ալյուր։ Ալյուրը 160 գրամ է, այս չափաբաժնի համար այսքան է անհրաժեշտ։ Եվ ալյուրը այստեղ ես կփորձեմ հենց անմիջապես ալյուրի մեջ ավելացնել մի փոքր սոդա, որպեսզի ավելի փրփրուն եւ ավելի փափուկ ստացվի մեր խմորը եւ ուռչի անպայման։ Եվ իհարկե մի պտղունց աղ։ Այսպես։ Ահա։ Եվ հիմա փորձենք մաղի օգնությամբ այն լցնել մեր զանգվածի, հեղուկ զանգվածի վրա։ Այս պարագայում կարծում եմ մաղելը անպայման պետք է, որովհետև պետք է թեթևություն հաղորդել մեր խմորին։ Ընդհանրապես որևիցե աղանդեր պատրաստելիս անպայման պետք է ալյուրը մաղել, որպեսզի օդ մտնի իր մեջ եւ թեթև խմոր ստացվի։ Նորից աստիճանաբար ավելացնելով ալյուրը խառնենք, հարենք, որպեսզի լուծվի ամբողջ ալյուրը։ Մյուս չափաբաժինը եւս ավելացնեմ։ Նորից խառնենք։ Իրականում կարծում եմ դուք էլ համոզվեցիք, որքան հեշտ պատրաստվող խմոր է եւ հավատացնում եմ րոպեների հարց է։ 10 րոպեում այս խմորը մենք կպատրաստենք եւ իհարկե 20-ից 30 րոպե պետք է ջեռոցում սպասենք, որպեսզի եփվի, այնպես որ կարծում եմ շատ քիչ ժամանակ է պետք այս քաղցրեղենը ստանալու համար։ Այսպես, հիմա սկսենք աստիճանաբար ավելացնել կաթը։ Կաթը օգտագործում ենք 300 մլ։ Ադրինե, ողջույն սիրելիս։ ես եկել եմ քեզ օգնելու եւ պատրաստել նախաճաշիկ։ Ապրես, Քանի որ մենք ունենք էլոլա կաթնաշոր եւ թթվասեր։ Ես կպատրաստեմ սպորտսմենի եւ մարզիկի, ինչպես ասում են, նախաճաշ։ Շատ ճիշտ կանես եւ հերոսադիտողին էլ քաջալերես, որպեսզի նրանք էլ պատրաստեն նախաճաշ, շատ համեղ, օգտակար, վիտամիններով հարուստ նախաճաշ ու վայելեն, որպեսզի նաև ունենան բարձր տրամադրություն, որովհետև երբ մարդ օրգանիզմը հագեցնում է սննդով, կարողանում է թե լավ տրամադրություն պահպանել օրվա ընթացքում եւ թե ունենալ լավ էներգիա։ Ինչ պետք է անենք, որովհետեւ մենք արդեն պիտի կարճ դադար ունենանք, ինչ ենք ավելացնում։ Ես հիմա ամբողջությամբ ավելացնում եմ կաթը, խառնում եմ եւ իմ հեռուստադիտողին ցույց եմ տալիս, թե ինչպիսի զանգված եմ ստացել ու մենք կգնանք դադար։ Հիմա խառնեմ, լավ, որպեսզի հեռուստադիտողը հասկանա, պետք է նրբաբլիթի խմոր ստանալ։ Այսպես։ Արդեն պատրաստ է մեր զանգվածը։ Կթողնեմ մի փոքր կհանգստանա, հետո վերջում արդեն միասին կլցնենք տապակի մեջ ու կտեղափոխենք ջեռոց։ Այսպիսի խմոր, ահա, խնդրեմ սիրելիներս։ Հյութեղ հեղուկ խմոր։ Այսպես։ Շատ լավ։ Ես ավարտեցի իմ աշխատանքը։ Այս պահին կարճ դադար կունենանք, այնուհետև տաղավարում կողջունենք մեր հյուրերին, հետո արդեն կվերադառնանք ու կհասկանանք, թե ինչ պետք է արի, որ այս ամեն ինչը դառնա նաև ուտելի եւ համեղ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ մեր շատ սիրելի հեռուստադիտողին, սիրելիներս, հուսով եմ լավ տրամադրություն ունեք, արդեն նախաճաշել եք եւ ուզում եք ծանոթանալ օրվա բաղադրատոմսին։ Իսկ ես եւս մեկ անգամ կրկնեմ օրվա բաղադրատոմսը, այսօր պատրաստում ենք շատ համեղ աղանդեր, փանքեյքի բաղադրատոմս է սա, շատ վստահ եմ, որ շատ-շատերդ արդեն իսկ անգամներ փորձել եք, պատրաստել եք եւ վայելել եք։ Խմորը արդեն պատրաստված է, սա
սառնարանում եմ պահում, որպեսզի մի փոքր հանգստանա եւ սառչի, իսկ մինչ այդ արդեն պատրաստել եմ տապակը ջեռոցի համար նախատեսված, այստեղ պետք է մենք կարագ տրորենք, ահա թավան տաքանում է, որպեսզի հալեցնենք կարագը եւ տրորենք յուղաթղթի վրա, ահա, մեզ այստեղ մի փոքր կարագ պետք կլինի, այնքան որ տրորենք մեր թավային, այսպես, կհալեցնենք, մոտավորապես սիրելիներս մի 20 կամ 30 գրամ կարագ է պետք, որպեսզի այս համեղ աղանդերը կարողանանք իհարկե պատրաստել։ Եթե հիշում եք, ես խմորի մեջ յուղ չեմ ավելացրել, յուղը ավելացնում ենք այս տարբերակով։ Քանի որ թավան տաք է, շատ արագ հալչեց մեր կարագը, ինչի համար ես շատ ուրախ եմ, ահա, հիմա կլցնենք յուղաթղթի վրա և կսկսենք ամբողջությամբ տարածել։ Փորձենք լավ տարածել բոլոր անկյուններով, որպեսզի խմորը ներծծվի նաև կարագով։ Ասեմ, որ սիրելիներս կարող եք նաև հրակայուն ամանի մեջ այս խմորը լցնել և պատրաստել, ինչպես դուք կցանկանաք, սակայն ես ուզեցի, որ խմորը մի փոքր մեծ և բարակ ստացվի, այդ պատճառով իսկ օգտագործում եմ թավան։ Ահա, հենց հիմա կբերեմ մեր խմորը սառնարանից և կլցնենք թավայի մեջ, այսպես։ Ահա, սիրելիներս, եթե հիշում եք, մենք այստեղ օգտագործեցինք 4 հավկիթ, 2 ճաշի գթալ շաքարավազ, մի պտղունց վանիլին, լավ հարելուց հետո ավելացրեցինք 160 գրամ ալյուր, ալյուրի մեջ ավելացրեցի մի փոքր սոդա և մի պտղունց աղ, այն լավ հարեցի և ավելացրեցի այստեղ 300 մլլ կաթ, հիմա ժամանակն է այս ամբողջ գեղեցիկ զանգվածը լցնել թավայի մեջ, Հրաշք Ադրին է։ Այսպես, ողջույն Սուրեն ջան։ Մեր խմորը արդեն ուղարկում ենք ջեռոց, հասել ենք այդ փուլին։ Այո, դու նախաճաշ ունես, ինքդ քո ձեռքով ես պատրաստել։ Այո, ես ուզում եմ նշել, որ այս նախաճաշը համեղ, ես միշտ պատրաստում եմ ամեն առավոտ այստեղ եւ պատրաստում եմ էլոլա ապրանքանիշի տեսականիով, այսինքն թթվասերն ու կաթնաշոռը շատ կարևոր են սպիտակուցները առավոտյան առավելևս մարզվողների համար, այնպես որ առողջ ծնունդի համար էլոլան ներկայացնում է մեծ տեսականին, պանիրներ, կաթնամթերք, յուղ, մեր Ադրինեի շատ սիրելի պսկաթանը Եվ բնականաբար շատ համեղություններ հասանելի է էլոլան ոչ միայն Հայաստանում, նաև Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցների համար։ Դե նաև այս օրերին, ինչպես արդեն նշեցինք, գինու փառատոնն է, եւ եթե ուզում եք լավ գինի վայելել հենց այդ փառատոնի ընթացքում, ապա Իջևանի գինու գործարանը ունի հրաշալի տաղավար այնտեղ, որտեղ կարող եք հենց այս երեկո, այսօր վաղը միսօրը վայելել շքեղ ու համեղ գինիները Իջևանի գինու գործարանի, հենց այդ տաղավարում գինիները շատ են, տեսականին մեծ եւ այս ամենին գումարած նաև պահածոները, որոնք շատ համեղ են եւ տնականի համն ու հոթն են տալիս։ Դե հիմա ինչ ենք անում։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց, ահա սիրելիներս, այսպիսի ուրեմն հետաքրքիր տարբերակ եմ այսօր առաջարկում ձեզ, միգուցե շատերիդ համար տարօրինակ թվա, թե
փանքեյքը ոնց կարելի ամբողջական թավայի մեջ պատրաստել, բայց դե խոհանոց է, անծայրածիր է խոհանոցում գաղափարները, մտքերը այն երևակայությունները, այնպես որ այսպիսի բաներ էլ է լինում եւ շատ հետաքրքիր ավարտ է ունենալու։ Այն վերջում ուզում եմ մատուցել շաքարի փոշիով եւ մուրաբայով, տեսնենք թե ինչպես կստացվի։ Համոզված եմ շատ համով է լինելու։ Այո, ցանկության դեպքում բնականաբար արդեն ամառ է, հատապտուղը առատ է, կարելի է հատապտղով եւ պաղպաղակով եւս մատուցել, բայց դա արդեն ուրիշ պատմություն է, դա կթողնենք մեկ այլ անգամ, մենք հենց այդպես կմատուցենք, այսօր ուզում եմ ուղղակի շաքարի փոշի եւ մուրաբա օգտագործել։ Ահա, սիրելիներս, կարծում եմ ամենապարզ, ամենահեշտ, ամենամատչելի տարբերակներից մեկն եմ այսօր առաջարկել ձեզ որպես աղանդեր։ Ես նախատեսել էի իրականում այսօր այլ աղանդեր պատրաստել, որովհետև խոսք էի տվել Դուբայի շոկոլադի թխվածք տարբերակը պատրաստել, սակայն այսօր չհասցրեցի ասես ձեռք բերել բաղադրիչները, կթողնենք հաջորդ անգամ։ Այսօր առաջարկեցի այս տարբերակը, որը կարծում եմ մոտակա օրերին շաբաթ կիրակի օրը մամաները հանգիստ կարող են պատրաստել եւ հրամցնել բալիկներին։ Այսպես մենք գնացինք դեպի ջեռոց։ Բավականին հետաքրքիր է լինելու։ Առավելևս որ այն ներկայացված է ադրիների տարբերակով ավելի լայն սփռված թավայի մեջ եւ հետո մատուցումն էլ արդեն կլինի օրիգինալ տարբերակով։ Այո, եւ ասեմ, որ այս պարագայում ոչ թե 180 աստիճանի տակ ենք եփելու, այլ 200 աստիճանի տակ ենք եփելու, մոտավորապես 20-ից 30 րոպե համբերենք, տեսնենք թե ինչ է ստացվում։ Ես հուսով եմ, այս չի դավաճանի ինձ թխվածքը եւ մի կարքին բան կստացվի, որպեսզի իմ հեռուստադիտողը ինքն էլ այսպես իրեն հաճելի լինի եւ ինքն էլ փորձի։ Շատ լավ, իսկ ունես տարբերակներ, որ նմանատիպ բաներ պատրաստելու շատ արագ է լինում։ Մի 5-10 րոպեում կարելի է պատրաստել։ Այո, շատ կան, եթե հատկապես գնումներ կատարենք հենց պատրաստի, օրինակ թխվածքաբլիթ, օրինակ որևէ կեքս պատրաստի վիճակում գնես, փշրես, մի փոքր շոկոլադ հալեցնես, գանաշ պատրաստես, լցնես վրան, գնդիկների վերածես, վերջ, եղավ 10 րոպեի ընթացքում հրաշալի մի աղանդեր։ Շատ տարբերակներ կան նմանատիպ եւ իմիջիայլոց հեռուստադիտողը արդեն վաղուց գիտի, որ համացանցը այդ բոլոր տարբերակները առաջարկում է։ Համացանցում կարող ես գտնել ամենամատչելի եւ ամենահասանելի մթերքներով եւ ամենաարագ պատրաստվող տարբերակներ։ Այնպես որ կարծում եմ մեր օրերի հրաշքը համացանցն է, չնայած ճակերտավոր այն թերություններին, բայց այսպիսի հարցերում շատ օգնում է մեզ։ Եվ ինչպես գիտենք, արդեն մոտենում է ամառային այն համեղ միրգը, բանջարեղենը միրգը, որը ցենց անհասկանալի է իր ամբողջ տեսակով, ձմերուկը հատապտուղ է Սուրեն ջան։ Հատապտուղը նույնիսկ, այո, իսկապես հատապտուղ է ինքը։ Եվ ես հիշում եմ, որ կա այսպիսի տարբերակ կա, որ ձմերուկը վրայից կտրում են։ Այո։ Մեջը հանում են, այո։ Եվ ինչ որ տարբեր բաներ են լցնում մեջը։ Եվ կարելի է միջուկը հարել հյութի տեսքով լցնել, նորից մեջը վայելել, կամ կարելի է ժելեյով, դոնդողով նորից այդ միջուկը պատրաստել, լցնել մեջը եւ շատ գեղեցիկ այսպես կտորներով մատուցել, շատ տարբերակներ կա, պետք է փորձել, պետք է առաջարկել, այո։ Եթե ունեք ձեր տարբերակները այդ ձմերուկի հետ կապված, ուղարկեք, մենք էլ փորձենք այստեղ իրականացնել։ Անպայման։ Եվ վայելել, որ ես շատ եմ սիրում ձմերուկ, սեխի հոտն եմ շատ սիրում, բայց քանի որ դու մեր ուժեղ տղան ես, դու այդ ծանր ձմերուկը դու կբարձրացնես։ Որպեսզի ես այստեղ հրաշքներ գործեմ ձմերուկով։ Ալինե ջան, եթե ես գիտեմ, որ դու հիանալի բան ես պատրաստել, միանշանակ ծանր ձմերուկը ես կբարձ, այդ ծանր աշխատանքը։ Այո, ծանրությունը քո վրա, բայց մնացած համեղությունները ես երաշխավորում եմ, ես պատրաստեմ թե հեռուստադիտողին եւ թե մեր անձնակազմին հրամցնել համեղ որևէ մի բան ձմերուկով պատրաստված։ Այո, եւ ասենք, որ շատ օգտակար է ձմերուկը։ Այո։ Եվ չմոռանանք նախաճաշի մասին, յուրաքանչյուր առավոտ ազրին հենց այդ մասին է հորդորում, որ նախաճաշեք, հետո նոր տանից դուրս եկեք, չնայած ինձ տանը նախաճաշելը այդքան չի հաջողվում, տես արտեմ մի անգամ սուրճ եւ դուրս եմ գալիս տանից, բայց փորձեք
Իմ օրինակին չհետևել, այլ դուք ինքներդ նախաճաշել։ Ընդհանրապես Հայաստանաբնակ ժողովուրդը մի փոքր եւ ուշ է արթնանում եւ չի նախաճաշում, երևի թե մեր աշխարհագրական դիրքի հետ է այս ամենը կապված, սակայն պարտադիր կամ նախասիրությունների, կամ այո, սովորույթ դարձած, սակայն ամենապարտադիր պայմանն է վաղ արթնանալ եւ նախաճաշել, սա շատ առողջ արար է։ Սկզբում մի բաժակ ջուր խմել, Սենյակային ջերմաստիճանի, հետո նախաճաշել, հետո նոր սուրճ խմել, հետո նոր գնալ աշխատանքի։ Եվ մինչև ճաշը փորձել միրգ ուտել, մրգից օգտվել, որովհետև ավելի լավ է բացառել երեկոյան միրգ ուտելը, ավելի վնասակար է երեկոյան միրգ ուտելը, ավելի լավ է մինչ ժամը 5-ը, 4-ը, 5-ը փորձել միրգ ճաշակել, հետո արդեն մոռանալ մրգերի մասին։ Հրաշալի խորհուրդներ, հրաշալի Ադրինեիս կողմից, իսկ մենք հիմա կունենանք կարճ դադար ու կվերադառնանք, շարունակենք եթերը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես ուզում եմ մատուցել այսօրվա աղանդերը, որը պատրաստեցինք ջեռոցում, փանքեյքի բաղադրատոմսե տարբերակ, որը պատրաստվեց ջեռոցում։ Ես արդեն կտրատել եմ, դասավորել եմ այս ամանի մեջ, մատուցվող ամանի մեջ եւ կողքին ուզում եմ մատուցել նաեւ թթվասեր, որպեսզի համեղ ճաշակենք այս համեղությունը, ցանկության պարագայում դուք կարող եք կողքին մատուցել պարզապես պաղպաղակ եւ հատապտուղ, իսկ ես նախընտրեցի թթվասեր եւ իհարկե մուրաբա։ Ահա, մուրաբան կլցնենք ամբողջությամբ թթվասերի վրա, այսպես, թող տեսքը գեղեցիկ լինի, մի քանի այսպիսի գթալիք կլցնենք նաև մեր խմորիկների վրա եւ իհարկե, եթե հիշում եք, ասել էի, որ կօգտագործենք նաև շաքարի փոշի, այսպես։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք, դուք էլ վայելեք, որովհետև հանգստյան օրերը մոտ են արդեն։ Ահա, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր, համեղ եւ շատ արագ պատրաստվող բաղադրատոմս։ Լավ մնացեք, ձեզ հետևեք, առողջ եղեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։